Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Վրաստանի վարչապետի պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժոժոլյանին։ Գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Կոբախիձեն նշել է, որ միջոցառումը լավ հնարավորություն է նաեւ երկկողմ հանդիպումներ անցկացնելու համար։ Վրաստանի վարչապետի խոսքով Հարավային Կովկասի եւ հատկապես Վրաստանի դերը առանձնահատուկ է Եվրոպայի համար, քանի որ այն 7 երկիր կապում է Սև ծովի եւ Արևմուտքի հետ տնտեսական եւ առևտրային առումով։ Կոբախիձեի խոսքով Թբիլիսին Եվրոպայի համար հսկայական նշանակություն ունի տրանսպորտային հասանելիության տեսանկյունից։ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին եւս կարեւորել է տրանսպորտային ենթակառուցվածքների եւ տնտեսական անվտանգության հարցերի քննարկումը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Նա հավելել է, որ Վրաստանն այդ հարցում առանձնահատուկ դեր է խաղում։ Երևանում անցկացվող գագաթնաժողովը ցույց է տալիս, թե որքան կարևոր է Հարավային Կովկասը, հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում։ Հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Դիվանագետը նշել է, որ միջին միջանցքը շատ կարևոր է Եվրամիության համար, ուստի քննարկումներ են ընթանում այդ հարցում առաջ շարժվելու ուղղությամբ։ Կալասն անդրադարձել է նաև Վրաստանի հետ հարաբերություններին, նշել որոշ հարցեր ունեն Թբիլիսիին, հաշվի առնելով, որ կառավարությունը փաստացի քայլեր չի ձեռնարկում, չնայած Եվրամիությանն անդամակցելու ձգտման մասին հայտարարություններին։ Մենք տեսնում ենք, որ սխալ ուղղությամբ են քայլեր արվում։ Դա նաև սահմանափակումներ է ստեղծում ֆինանսական հատկացումների հարցում, նշել է Կալասը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքական պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը։ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի նոր վարչապետ Ալի Ալ-Զայիդի հետ։ Էրդողանը շնորհավորել է նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Իրաքի նոր կառավարությունը կլինի ներառական եւ կայուն։ Նա նաեւ Ալ-Զայիդին հրավիրել է պաշտոնական այցով այցելել Անկարա առաջին իսկ հնարավորության դեպքում։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել Բաղդադի հետ ռազմավարական համագործակցության հարցում։ Նա մտադրություն է հայտնել ել ավելի ամրապնդել երկկողմ հարաբերություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, պաշտպանական արդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը եւ զարգացման ուղի հավակնոտ նախագիծը։ Էրդողանը նաեւ ընդգծել է թուրքմենական փոքրամասնության առանձնահատուկ դերը, այն համարելով Թուրքիայի եւ Իրաքի միջև եղբայրության բացառիկ կապող օղակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով այնտեղ մնացած նավերի ուղեկցման գործողություն սկսելու մասին։ Թրամփի խոսքով այդ նավերը տարբեր երկրներից են, որոնք որևէ կերպ ներգրավված չեն Մերձավոր Արևելքում ներկայումս տեղի ունեցող իրադարձություններում։ Սա մարդասիրական ժեստ է Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքի երկրների, բայց մասնավորապես Իրանի անունից, ասել է Թրամփը, հավելել. Եթե գործընթացին որևէ միջամտություն լինի, ապա Միացյալ Նահանգները ուժով կարձագանքի։ Թրամփը նաև հայտնել է, որ իր ներկայացուցիչներն Իրանի հետ անցկացնում են դրական քննարկումներ։ Իրանից արձագանքել են Դոնալդ Թրամփի հայտարարություններին, նշել Հորմուզի նեղուցում նավագնացությանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզիի խոսքով Հորմուզի նեղուցը եւ Պարսից ծոցը չեն կառավարվի Թրամփի մոլորեցնող հայտարարություններով։ Իրանի արտգործնախարարությունից էլ հայտնել են, որ Թեհրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի արձագանքը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր վերջին առաջարկին։ Էսմայիլ Բաղայի խոսքով միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ չեն անցկացվում։ Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ Թեհրանն առաջարկում է, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն։ Վաշինգտոնը դուրս բերի իր ուժերը Իրանի սահմաններին մոտ գտնվող շրջաններից, դադարեցնի իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, բոլոր ռազմական գործողություններն ավարտվեն, այդ թվում Իսրայելի գործողությունները Լիբանանում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը եւ կայունության ապահովման ուղղված դիվանագիտական ջանքերը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ եւ դիտարկել են Պակիստանի կողմից խաղաղության եւ կայունության պահպանման շահերից բխող դիվանագիտական քայլերը։ Արաղչին երախտագիտություն է հայտնել Իսլամաբադին կառուցողական դերի եւ միջնորդական ջանքերի համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով միացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 9 ամիս ապրում են եւ սովորում են ապրել խաղաղության մեջ եւ տեսնում են խաղաղության գործնական օգուտները։ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու կապակցությամբ, վստահեցրել Բաքուն հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Ալիևն անդրադարձել է օրեր առաջ Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունները ամբողջությամբ կասեցնելու որոշմանը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ադրբեջանական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներին մեղադրել երկակի ստանդարտների համար։ Իսկ Եվրախորհրդարանի վերջին բանաձևը նա բնութագրել է որպես Ադրբեջանի թիրախավորում, զրպարտանք եւ սուտ։ Ալիևի հայտարարություններին արձագանքել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, նշել Եվրախորհրդարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերն ընդունվում են մեծամասնությամբ եւ չնայած որոշ երկրների համար հնարավոր անհարմարություններին, իրենք չեն փոխի աշխատակարգը եւ դիրքորոշումները։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի տարածքով մայիսի 4-ին Հայաստան կհասնի ռուսական պարարտանյութի հերթական խմբաքանակը 10 վագոն։ Ավելի վաղ նշվել էր, որ Բիլիաջարի կայարանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի եւ պարարտանյութերի հերթական խմբաքանակը։ Ռուսական ցորենի վերջին առաքումն Ադրբեջանով տարանցմամբ տեղի է ունեցել ապրիլի 24-ին։ Առաքվել է 5 վագոն հացահատիկ, 350 տոննա ընդհանուր քաշով։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։